Սկզբիստիկին մելոյն Սկսեմ ձեր հարցից, նախ ներկայացնեմ, տեսեք, ես որպես սահմանադրագետ, իրավագետ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ակտիվ անդամ, իրավապաշտպան, այս գործընթացում փորձում եմ հանրային ուշադրություն հրավիրել, որովհետև իրապես քաղաքացիական հասարակության ուշադրության կենտրոնում հետևողականության ներքո թիրախային խնդիր է։ Ինչ է տեղի ունեցնում, մինչ հարցին անդրադառնալը, երևի թե մենք սկսենք բաչիմացակ մի շարք, այդ բաչիմացակների ներքո սկսենք լուսաբանել, թե ինչեր կարող են տեղի ունենալ, ինչպիսի գործընթացներ են տեղի ունեցել, որոնք աստիճանաբար բացահայտվում են, որոնք մեր ազգաբնակչության տեղից էլ արդեն ծանր սոցիալ-տնտեսական բեռը կկարողանային թեթևացնել։ Այսինքն պարզվում է, որ դեռևս հունիս ամսվան Այսինքն բարձրում է, որ դեռևս հունիս ամսվանից դիմում է ներկայացվել առայն, որ անհրաժեշտ արդեն հնարավորությունը ստեղծվել է կառավարման արդյունքում, արդյունավետ կառավարման արդյունքում հետի լրացուցիչ գումարի պայմանները այնպես օգտագործել, որպեսզի ժողովրդի բնակչության համար սակագնային պլանը իջնի, ավելի հեշտացված ասած, որ ժողովրդի էլեկտրոէներգիայի միավորը ավելի էժան հաշվարկի բնակչության համար։ Ու այդ դիմումը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ըստ էության մերժել է։ Հիմա հաշվարկային առումով ունենք կրկնապատիկից ավել գումար է սպայդուրությամբ, որը տնտեսագետների հաշվարկում մինչև տարեվերջ էլ ավելի է ավելանալու։ Այսինքն առաջի ուղերձն է մեր հանրությանը, որ կա հնարավորություն հետի կողմից ու առաջարկվել է հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը սահմանել այնպիսի սակագնային պլան, որը նոյեմբեր ամսին նախատեսվում է նորից վերանայել, որ բնակչության համար ավելի էժան գին հաշվարկվի էլեկտրոէներգիայի համար։ Սա մեկ։ Երկրորդը ունենք այնպիսի իրավիճակ, որ մի անգամ մերժվել է, մերժումից հետո տվել են բարձրաբանում, որ իբրև թե իրենք նախատեսում են հետագայում իջեցնել այդ սակագնային պլանը, դրան հաջորդում է հանրային հեռուստաընկերության ռեպորտաժը ՀԾԿ-ի աշխատակցի կողմից քաղաքականության համար պատասխանատու, ով ընդհանրապես հակառակիցն է տանում, ասում է, որ անգամ եթե նվազեցնենք հենց իրենց խոսքերով, հետագայում ավելի բարձրանալու հավանականություն կա։ Այսինքն ուղիղ կոռելացիա կա ձեր հարցի հետ, ինչպես ներկայացրեցիք։ Ինչու ենք հիմա բարձրաձայնում այս խնդիրը, ինչեր անհրաժեշտ հիմա խոսել այս խնդրի մասին, որովհետև հիմա կրկին, ինչպես նշեցի, նախ սակագնային պլանի վերանայման հերթական ժամկետն է, երկրորդ դիմացի ձմեռ է ու հասկանալի է, որ հենց հիմա է այն անհրաժեշտ ժամանակահատվածը սակագնային պլանը վերանայելու։ Ինչպես դուք ասացիք, այո, կարող են շահարկել մանիպուլյացիոն նպատակներում 26 թվականի հունիսին ընտրություններ են սպասվում, որպես տրամաբան ենք, մտահոգ քաղաքացի եմ, այստեղ կանգնած եմ։ Ում է այդ շրջանում պետք ապրիլ-մայիս ամիսների սակագնային պլանի իջեցումը, ակնհայտ է, չէ, որ փոխշահապետ իշխանության համար գործարք է ստացում, իրենք ֆինանսական առումով ինչ-որ խնայողություններ են էլի հետի շրջանակներում իրականացնելու եւ ըստ էության, ինչպես դուք նշեցիք, եթե այդպիսի տեղեկատվություն է կար, որը ՀԾԿ-ի քաղաքականության մշակման պատասխանատուի կողմից հաստատվել է, որ հետագայում ավելի բարձրացում է հնարավոր։ Կրկնակի մեր բնակչության համար վտանգավոր թեզ է։ Ես կարծում եմ, որ մենք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, ընդհանրապես քաղաքացիներս, ովքեր մի փոքր ավելի մտահոգ են, մի փոքր ավելի հետաքրքրված են նմանաբնույթ հարցերով, պետք է մեր հանրությանը այս ուղերձը, այս մեսիջը հասցնենք ու սկսենք, այո, մեր հանրային պահանջը, որովհետև ի վերջո, ինչքան էլ այս իշխանությունը փորձում է չեղարկել քաղաքացիական հասարակության, հասարակական վերահսկողության կարևորագույն գործիքակազմերը, այնպիսին, ինչպիսին հանրային հաշվետվողականությունն է, այնպիսին, ինչպիսին մասնակցելիության սկզբունքի, ներառականության սկզբունքների ապահովումն է, իսկ վերջին տարիներին հստակ հետնահանջ է, այդ սկզբունքներից մեր երկրում տիրում, մենք պետք է ձեռքը պուլսի վրա պահենք, պետք է հետևողականորեն պահանջ ձևավորենք, հանրային պահանջ, որ այո, այսօրվա ստեղծված սոցիալ-տնտեսական բեռի պայմաններում անհրաժեշտ է պահանջել, որ մեր երկրի իշխանության հիմնական աղբյուրի ժողովրդի համար այս հնարավորությունից օգտվեն ու ձմռանն ընդառաջ, այո, իջեցնեն բնակչության համար սակագնային պլանը։ Մելոյան, սա ձեզ հարցը տալիս եմ որպես սովորական քաղաքացի, ձեզ գոհացնում է վերջին ամիսների հետ հիմնադրված ծառայությունները
ծառայությունների որակը։ Նախկինում բողոքներ կային, ամիսներ առաջ երբես պետականացման գործընթաց տեղ չեն ունեցել, ծառայությունների մատուցման որակից է գորովում իշխանությունը, որպես քաղաքացի։ Այ ես այստեղ կարող եմ նաև որպես հակառակ կողմից գալ, որպես իրավաբան եւ մասնագետ պատասխանել, իմ համար շատ լրջագույն մտահոգության հարց է, որ էլի հետ process-ին նրանք ինչ տեղի ունեցավ, հա, սեփականատիրոջը ապօրինաբար ծայրահեղ ապօրինաբար ազատազրկում են բացառապես խոսքի ազատության հիմնարար իրավունքի իրացման հիմքով, անմիջապես սկսում է մեր երկրում սեփականության իրավունքի ոտնահարում, հեծի ճակերտավոր ազգայնացման գործընթաց, որը ուղիղ համեմատական է, կարծում եմ անգամ այս իշխանությանը հարող եւ իրենց համակիր քաղաքացիները, եթե հարցադրում անես, կպատասխանեն, որ այո, այդպես բաժում խլում են իրենցից, հա, հեծը։ Ուղղակիորեն հետևեց գործընթացը ապօրինաբար ազգային ժողովի կողմից ծայրաստիճան հակաիրավական ընթացակարգերով, բազմաթիվ հակասահմանադրական եւ կրկին, հա, տեխնիկական խնդիրներով այդ օրենքը արագացված կարգով ընդունեցին, ինչը ասեմ, այդ արագացված կարգերն են մի հատ ուրիշ քննարկման թեմա են։ Մենք ունենք Sigma համակարգի հետ համագործակցություն, որը դա ընդհանրապես հակաժողովրդավարական գործընթաց է համարվում, որովհետև այդ միջազգային պարտավորվածություններից բխող հանրային քննարկումներ, խաղեր, ազդեցության գնահատումներ, շահագրգիռ մարմինների հետ քննարկումներ, ասեմ ավելին, անգամ արդարադատության նախարարությունը այդ նախագծին ըստ էության բացասական եզրակացություն էր տվել, այնքան նկատառումներ կար մեջը նշված։ Դրանից հետո ընդունում են, դրանից հետո Տաշիր կապիտալը իդեմ սեփականատերը դիմում են Ստոկհոլմյան միջազգային արբիտրաժը բավարարում է միջանկյալ միջոցը, արբիտրաժը ասում է, որ պետությունը պետք է դադարեցնի այս հակաիրավական process-ը, դրանից հետո իրենք էլի այսինքն պետք է ժամանակավոր պաշտոնակատարը իդեմ այն մարդու հիմա հանդիսանում է, պետք է չնշանակվեր։ Ու իրենք արհամարում են միջազգային արբիտրաժային դատանի որոշումը, նշանակում են իրենց ներկայացուցչին ու մենք հայտնվում ենք sense իրավական խութում, որովհետև հասկանում ենք, չէ, այս իշխանությունը հղում է կատարել, մի փոքր էլի մասնագիտական բացեմ, միջազգային արբիտրաժի համատեքստում մեր երկրում բոլոր այն երկրներում, ովքեր վավերացրել են կոնվենցիան անդամակցում են, հա, այս ամենին ունեն հանրային շահի գերակայության խնդիր, այսինքն մի շատ նեղ ու սպეციფიկ դեպքեր կան, երբ պետությունը միջազգային արբիտրաժի կողմից կայացված որոշումը կարող է չկատարել, հղում կատարելով հանրային շահի պետության, բայց դա շատ հիմնավոր պետք է լինի։ Ու այն դեպքում, երբ որ պետությունները ոնց որ պարոն Կարապետյանի ու հեծի պարագայում է հղում է անում այդքան ընդհանրական մեկնաբանման, դա ընդհանրապես ամբողջ միջազգային արբիտրաժի պրակտիկայի հակասում է ու հեղինակազրկում է այս կառույցի այս տասնամյակներում ձեռք բերած հեղինակությունը։ Հիմա մենք այս պահի դրությամբ ունենք իրավիճակ, բնականաբար ես որպես քաղաքացի ոչ միայն գոհ չեմ, որպես իրավաբան ծայրաստիճան դժգոհ եմ, որ սա հերթական իմ երկրի այսպիսի հակաօրինական ու հակաիրավական գործընթացն է, որ իմ երկրում իմ պետության քարը վրա դրված մեծ ջանքերի արդյունքում ձեռք բերված հեղինակությունը միջազգային կառույցների եւ գործընկերների առջեւ այսքան հեղինակազրկում է, որ բացառապես քաղաքական թիրախավորման հետևանքով իմ երկիրը կորցնում է գրավչականությունը դրսից նոր ներդրողների համար, որովհետև բնականաբար, հա, երբ քո Հայաստանում իրենց ազգային մեծանուն գործարար Սամվել Կարապետյանին այդ մասշտաբի մարդում ամբողջ նաև այդ թվում իր դեմքով մեզ ճանաչում են մի շարք երկրներում, ապօրինաբար կալանավորում են, պատկերացնում եք ինչ որ գործարար, ով որոնողական աշխատանք է կատարում ու նպատակ ունի գալու է եւ մեր երկրում ներդրում կատարելու ոնց է վերաբերելու Հայաստանի Հանրապետությանը։ Իմ երկրում այդքան կոպտորեն խախտում են սեփականության իրավունքը, որովհետև սահմանադրությունը հստակ ունի սեփական, այո, կարող են սեփականատիրոջ սեփականության իրավունքը սահմանափակվել, բայց սահմանադրությունը հստակ դրա հիմքերը, ձևերը, ընթացակել կարգերը սահմանած ունի։ Եվ այս ամենը ինչ տեղի ունեցավ հեծի հետ, որևէ կերպ այդ տրամաբանության, իրավական տրամաբանության մեջ չէր տեղավորվում։ Եվ ի վերջո, որպես քաղաքացի էլ արդեն ի նկատի ունենալով վերջին 7 տարիների ընթացքում ողջ process-ը, հա, թե ինչեր են խոստումներ են մեզ տրվել եւ ինչի արդյունքում տեղի ունեցել, եւ թե ինչպիսի գործընթացներ են տապալվել, բացի այն, որ լրջագույն մտահոգությունը, որ մեզ նոր
աղետ է սպասում, հատկապես երբ խոսքը այսպիսի ռազմավարական օբյեկտի մասին է, հա, մենք հասկանում ենք, եթե հեծի հետ ըստ էության գլոբալ կառավարման տապալում տեղ ունեցավ, դրա հետևանքը անկախ մեր քաղաքական դիրքորոշումներից բոլորս ենք կրելու։ Հետևաբար պետք է կրկին, հա, այս հիմքով եւս հանրային կոնսոլիդացիա ապահովենք, փորձենք հանրային վերահսկողություն իրականացնել ու պահանջատեր լինենք մեր իրավունքներին, հարգելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Իմ կոչն է, հորդորն է հասկանալու, որ թույլ մի տվեք ձեզ ճնշեն, թույլ մի տվեք ձեզ խեղճացնեն։ Դուք եք այս երկրում իշխանության աղբյուրը, պետական մարմինները, պաշտոնատար անձինք, իրենց գործողությունները պետք է ձեր շահով պայմանավորվեն, ոչ թե անձնական շահով, դիրքով եւ անձնական բարեվոք կյանքի նպաստավոր պայմաններով։ Եղեք պահանջատեր եւ այո, մենք այսօր ուղերձ ենք թողում իջեցնելու սակագինը։ Իջեցրեք սակագինը, պետք է սա դառնա ֆլեշմոբ, պետք է դառնա հանրային պահանջ, որովհետեւ հստակ թվաբանությամբ ընթացակարգերով ապացուցում ենք, ցույց են տալիս այս մարդիկ, որ կա դրա ֆինանսական հնարավորությունը։ Շնորհակալություն։ Սակագինի իջեցումը լինելու է Սահան Կարապետյանի շահույթին։ Ես կարծում եմ չմետնաբանեմ, հա, պարոն Ղազարյանը շատ մանրամասն է թվաբանությամբ ներկայացրեց ու այս մի դրվագն չէ, հա, տեսեք, հա, այս մի դրվագը չի, հա, տեսեք, պարոն Կարապետյանը իր մերձավորները, իր աշխատանքային թիմերը այնպիսի անշնորհակալ վիճակում են հայտնվել, որ իրական նաև կյանքը ցույց տվեց, որ այս մարդը իրական բարերար է եղել, որովհետև չի շահարկել իր բարեգործությունները, ու նաև պարոն Ղազարյանը իր մի քանի ասուլիսներում բազմաթիվ անգամներ ցույց է տվել, թե այս դեպքում Սամվել Կարապետյանը իր անձնական միջոցներով ինչ քանակի ներդրումներ է կատարել եւ ինչ բնույթի բարենորոգումներ է կատարել, հենց օրինակ միայն հեծի շրջանակներում, որոնք այսօրվա իշխանությունները փորձում են մանիպուլացնել։ Անկամ երբ սկսեցինք, հա, սակագնի իջեցնելու օրակարգը եւ հայտարարությունը իրազեկման գործընթացը մեր քաղաքացիների, հենց ժամանակավոր պաշտոնակատարը հեծի ընդհանրապես չանդրադարձավ այս օրակարգին, հա, ու մեզ ուղերձ է, որ իրանք չունեն նպատակ իջեցնելու սակագինը հիմա, իրենք հավանաբար, ինչպես մեր գործընկերուհին ներկայացրեց, հավանաբար կա հեռանկարային մանիպուլատիվ պլան շահարկելու ընտրություններից առանց, հնարավոր տարբերակ է դա, բայց այս մարդը միայն խոսեց վարկային պարտավորվածությունների մասին ու այդ ֆինանսական միջոցները ինչ որ վարկային բեռեր փոխափելու վրա, այն թվում երբ կրկին, հա, օթից կապված շշուկներ կան, խոսակցություններ կան, որ ահռելի քանակով նաև նոր աշխատավարձերի, պարտիվավճարների վրա է վատնվում այդ գումարները նույն հեծում։ Դա է խնդիրը, հա, մենք պետք է, եթե այդ միջոցները առկա են ու այդ միջոցները հնարավորություն են տալիս սակագնային պլանը իջեցնելու քաղաքացու կրկին ընդգծում են սոցիալ-տնտեսական բեռը մի փոքր փոխափելու նպատակով, մենք պետք է նպաստենք, որ այդ ուղղությամբ միջոցը ծախսվի, ոչ թե օգտագործվի կրկին, հա, պարտիվավճարներ եւ աշխատավարձներ բաշխելու վրա։ Հաշվարկը հանձնաժողով է, եթե մոտավորապես ինչքան կարող է իջնել, թե կարող է sense մոտավորապես։ Տեսեք, մոտավորապես անկեղծ ասած, եթե կարելի է մի քիչ առաջ տեսանյութերի համար։ Տեսեք, ես կրկին խուսափում եմ, հա, թվերից խոսել, որովհետև պարոն Ղազարյանը շատ մանրամասն բանաձևերով ներկայացրեց, բայց այս պահի դրությամբ ինձ հասանելի տեղեկատվությամբ, որը մի քանի տնտեսագետների ուսումնասիրություններից բխում է, սա վերջնական պայմանական թիվ եմ ասում, հա, ասում եմ, որ մինչև 3 դրամ այս պահի դրությամբ հնարավոր է իջեցնել սակագինը, որը կարծում եմ բավականին մեծ գումար է ու ընդգծենք, հա, ի հեճուկս այդ հայտարարված շրջանառված թվի կրկին իշխանությունները փորձում են մանիպուլացնել, ասել, որ ավելի քիչ գումար է իջեցվելու, հնարավոր իջեցնել։ Այստեղ կրկին, հա, ես ուղերձում եմ, շատ լավ վերացարկենք թվերից, իջեցրեք, թեկուզ դրանից մի փոքր ավելի քիչ գումարով։ Այսինքն կա հստակ հաշվարկով, այո, 3 դրամի չափով հնարավոր է իջեցնել, թող իշխանությունը հակադարձել նորմալ տնտեսագիտական հաշվարկով ու իջեցնել, ոչ թե ասել, չէ, գիտեք, կարող ենք իջեցնել ավելի քիչ, բա օքեյ, բա ինչի է ավելի քիչը չեք իջեցրել։ Այստեղ այս հարցադրումն է ռետորական մնում օդում կախված։ Շնորհակալ եմ։